Ողջույն, Մխիթար Սեբաստասի կրթահամալիրի դպրոց պարտեզներում սկսվել է 2026-27 ուսումնական տարվա առաջին դասարանների ընդունելության համար հայտերի ընդունումը եւ այսօր մենք հնարավորություն ունենք պատասխանելու այն հարցերին, որոնք հաճախ են հնչում մեր կրթահամալիրի սոցցանցերում, զանգերի միջոցով, նաեւ տեղեկատվություն են խնդրում տրամադրել, այսպես փորձում ենք ավելի ակտիվ ձեզ փոխանցել այն տեղեկատվությունը, որը անհրաժեշտ է առաջին դասարան ընդունվելու համար եւ մեզ այդ հարցում կօգնի Հարավային դպրոց պարտեզի ղեկավար Շամիրան Պողոսյանը, շնորհակալություն։ Ողջույն բոլորին։ Ինչպես Էլիաս Սահակյանը նշեց, ընդունելությունը սկսվել է արդեն եւ այսօր եւ ուղիղ եթերում եւ արդեն տեսակապի միջոցով մենք ձեզ կներկայացնենք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Սկսենք ամենատարածված հարցերից մեկից, ընդունելության կարգը ինչպես են մեզ մոտ ընդունվում, արդյոք քննություն տալիս են ընդունվելիս, մի փոքր մանրամասնենք։ Կրթահամալիրում նախ նշեմ, որ ընդունելությունը շուրջ տարյա է եւ ծնողը, սովորողը կարող են տարվա ընթացքում ցանկացած ժամանակահատվածում դիմել ընդունելության համար։ Նշեմ, որ 2026-27 ուսումնական տարվա համար ընդունելությունը մենք արդեն սկսել ենք, մեկնարկած է եւ ծնողները կարող են մոտենալ մեր մասնաճյուղերը շրջայցերի միջոցով ծանոթանալ միջավայրին, ուսումնական ծրագրերին, իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ։ Ընդունելության հաջորդ փուլը գրանցումն է, հայտագրումն է, որը կատարվում է on-line տարբերակով, կրթահամալիրի գլխավոր կայքում mskh.am կայքում դրված է ընդունելություն, որտեղ կարող եք մտնել եւ հղումով գրանցել երեխայի տվյալները, ձեր հեռախոսահամարը, դրանից հետո արդեն ձեզ հետ կապ կհաստատվի, ձեզ կներկայացվի հաջորդ փուլի կարգը։ Իսկ հաջորդ փուլը մեզ մոտ մուտքի ճամբարն է, որի առաջին փուլը մեկնարկելու է մարտ ամսին, մարտի 23-ից 27-ը կրթահամալիրի առաջին դասարան գրանցվածների համար իրականացվելու է մուտքի ճամբար։ Մուտքի ճամբարը հնարավորություն է տալիս ոչ միայն սովորողին, ծնողին ներսից ծանոթանալ կրթահամալիրին, կրթահամալիրի կառուցվածքին, ուսումնական պլաններին, միջավայրին, այլ նաև մեզ է հնարավորություն տալիս ծանոթանալու սովորողի, ծնողի, ընտանիքի հետ։ Շատ լավ, շնորհակալություն։ Մենք 4 դպրոց պարտեզ ունենք, չէ՞։ Խնդրում եմ նշել տարբերություն, եթե կա դպրոց պարտեզների միջև, ինչպես կողմնորոշվեն ծնողները, որ դպրոց պարտեզը ընտրեն։ Ինչպես Էլիան նշեց, կրթահամալիրը ունի 4 կրտսեր դպրոցներ։ Բոլորը գտնվում են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, ինչպես մենք ենք նշում, Բանգլադեշի տարածքում, ըստ հասցեների Բաբաջանյան փողոցում, Ռաֆու փողոցում, Ծովակալի Սակովի պողոտա եւ արդեն արևելքը եւս Բաբաջանյան փողոցում։ Իրարից եւ կառուցվածքային առումով եւ շենքային պայմաններով կարելի ասել ոչնչով չեն տարբերվում, նույն պայմաններն են, նույն միջավայրն են, նույն ուսումնական սրահներն են, սակայն քանի որ սովորողների թիվը աճը բավականին մեծ է, այդ պատճառով բաժանված են 4 կրտսեր դպրոցների։ Բոլոր օղակներում գործում է նույն ծրագիրը, նույն ուսումնական ծրագիրը։ Եվ այդ օղակներում աշխատողներն էլ բոլորը համարվում են կրթահամալիրի աշխատողներ։ Շատ լավ, շնորհակալություն։ Այսինքն եթե ընդունելության հայտի մեջ չեն նշում հատուկ դպրոց, ինչպես է այդ դեպքում շարունակվում գործընթացը։ Եթե դուք որոշ չափով կողմնորոշված եք եւ կարող եք հայտագրման ընթացքում նշել հարավային դպրոց, հյուսիսային, արևելյան կամ արևմտյան, այդ դեպքում դուք հանգիստ կարող եք ընտրել ձեր ցանկացած մասնաճյուղը։ Իսկ եթե ոչ, կարող եք նշել, որ նախընտրած մասնաճյուղ չունեն եւ դպրոցները ձեզ հետ կապ կհաստատեն գրասենյակի աշխատողները, դուք կարող եք մոտենալ արդեն զանգով համապատասխան դպրոց։ Դրանից հետո եթե կցանկանաք շրջել եւ տեսնել մյուս մասնաճյուղերի հասցեները եւ հեռախոսահամարներն էլ ձեզ կփոխանցվի, կարող եք նաեւ 4 մասնաճյուղերում շրջել, նոր վերջնական ընտրությունը կատարել։ Շատ լավ, եւ կա որոշակի ժամկետ, այսինքն եթե հայտը լրացնում են, որքան ժամանակում է իրենց պատասխան ուղարկվում կամ որքան ժամանակում են կապ հաստատում իրենց հետ։ Սովորաբար հայտերի գրանցումը ստուգվում է ամեն օր, դրանք ամենօրյա աշխատանքներ են եւ ծնողի հետ 1 կամ 2 աշխատանքային օրվա ընթացքում կրթահամալիրի 4 կրտսեր դպրոցներից որևէ մեկը պարտադիր կապ է հաստատում եւ համապատասխան նշում կատարում։
Շնորհակալություն։ Մեզ շատ հաճախ նաև հարցնում են երկարօրյա ծառայության մասին, խնդրում եմ մի փոքր նաև երկարօրյայի մասին խոսել։ Շատ լավ, ես նաև ժամային առումով նշեմ, կրթահամալիրում ուսումնական պարապմունքները սկսվում են 9:00-ից եւ հիմնական դասերը ուսումնական պարապմունքներն ավարտվում են 13:35-ին։ Դրանից հետո մենք ունենք լրացուցիչ արդեն կրթական ծառայություն, երկարացված օրվա ճամբարի ծառայությունն է, որը արդեն ծնողի ընտրությամբ է լինում։ Եվ երկարացված օրվա ավարտը 17:00 է մինչ նախատեսված։ Իսկ ինչ է իր մեջ որպես ծառայություն ներառում երկարօրյա ծառայությունը։ Ինչպես որ նշեցի, նա անվանումով արդեն երկարացված օրվա ճամբար է, քանի որ առաջին օրվա կեսը արդեն երեխաները ուսումնական պարապմունքների մեջ են ներառված եւ երկրորդ կեսը մենք փորձում ենք ավելի հետաքրքիր ճամբարային գործունեություն ներառել։ Յուրաքանչյուր երկարացված օրվա ճամբարի ղեկավար ներկայացնում է շաբաթվա կտրվածքով իր նախագիծը ըստ ժամերի, ինչ գործունեությամբ են զբաղվելու։ Դրա մեջ կարող են ներառված լինել տեխնոլոգիական նախագծեր, ընթերցողական, բակային խաղեր, ազգային խաղեր, այցելություն մեր ուսումնական կենտրոններ, ջերմոց լաբորատորիա, ուսումնական ագարակ, նաև թաղամասում մյուս կրթահամալիրի օղակների հետ ծանոթացում, քայլարշավեր, կարող են ներառված լինել նաև ճամփորդություններ, ինչպես նաև այցելություն մեր կրթահամալիրի մյուս օղակներ, թաղամասում գործող նաև բակեր, խաղահրապարակներ, կարևորություն ենք տալիս օրվա երկրորդ կեսում, որ երեխան հնարավորինս շատ լինի բակում եւ այն ժամանակահատվածը, որ պետք է դասերից հետո անցկացներ տանը կամ այլ վայրում, փորձենք այդ բոլոր կետերը, բոլոր բացերը նաև դպրոցում լրացնել։ Շնորհակալություն։ Մեր դասաներում քանի երեխա է եւ ինչ պայմաններ են դասարանային գործում միջավայրային։ Մի փոքր այսպես ներկայացնեմ ձեզ նաև միջավայրը։ Մեր առաջին դասարանների ուսումնական սրահները մոտավորապես 110 քառակուսի մետր տարածքներ են, որոնք բավականին մեծ են եւ հնարավորություն են տալիս սովորողին ավելի ազատ, անկաշկանդ, ավելի հանգիստ զգալ իրեն մեծ միջավայրում, միջավայրը բաց է թափանցիկ վիտրաժներով, միշտ պարտադիր լինում են սովորողները ուսուցչի ուղեկցությամբ, նաև դպրոցի մյուս ուսումնական տարածքներն էլ լիարժեք օգտագործում են։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Կասեք նաև, թե որքան է մեր ուսումնական տարվա վճարը եւ ինչ է ներառվում այդ վճարի մեջ։ Դա ամենահաճախ հնչող հարցերից է, բայց քանի առիթ ունեմ, նաև խնդրեմ մեր հետևորդներին, որ հարցը հնչեցնելիս հաշվի առնեն, որ կրթական հաստատություն են դիմում եւ այնպես հարցը կազմակերպեն տան, որ կարդացողը, ընթերցողը չնեղանա այդ հարցի ձևից, այսինքն մենք ամեն դեպքում առևտուր չենք եւ ցանկալի է այդ հարցին մի քիչ ավելի այլ ձևով էլի մոտենալ։ Շնորհակալություն, կներեք։ Ես կարող եմ նշել 2025-26 ուսումնական տարվա կրթական ծառայության արժեքները, ըստ պայմանագրի կազմել է տարեկան 200,000 դրամ, որը պայմանականորեն բաժանել ենք 10 ամիսների կամ ուսումնական շրջանների, ծնողին հնարավորություն տալով վճարել կամ ամբողջական գումարը կամ ամիսների կտրվածքով, ինչպես որ պայմանագրով է նախատեսված, եւ նաեւ ըստ ուսումնական շրջանների։ Իսկ մենք բաց դռների օրեր որպես այդպեսին ունենում ենք, Շամիրամ։ Հետաքրքիր հարց է, քանի որ այդպիսի այցել, բաց դռների օրեր կարելի ասել կրթահամալիրում ամեն օր է լինում եւ բոլորի զբաղվածության հետ մեկտեղ մենք յուրաքանչյուր դպրոցի ղեկավար, ուսուցիչ սիրով կարող է ուղեկցել ծնողին, սովորողին, եթե եկել է կրթահամալիր, այդպիսի բաց դռներ կարելի ասել ամեն օր են կրթահամալիրում գործում եւ եթե անգամ նախապես չեք գրանցվել, չեք զանգահարել, իհարկե կարող եք մոտենալ, շրջել, ծանոթանալ։ Իսկ ինչու ենք մենք մեր մանկավարժության մեջ միջավայրին այդքան մեծ նշանակություն տալիս։ Ինչու ենք ուզում թափանցիկ լինեն, լուսավոր լինեն։
Տեսեք ինչն է կարևոր, հաճախ մենք նաև ծնողներից լսում ենք ինչու չկան տեսախցիկներ լինեն եւ այլն։ Դա հարցի մյուս կողմն է, իսկ եթե ամեն ինչ մեր առջև բաց է, թափանցիկ է, տեսանելի է եւ չկան փակ դռներ, հակառակը ծնողը ցանկացած ժամանակ կարող է առանց նախապես տեղեկացնելու գալ, տեսնել, այ աչքի տակով գալ նայել, տեսնել իր երեխան, իր երեխայի ուսուցիչը ինչով է զբաղված։ Ես ինքս որպես դպրոցի ղեկավար կարող եմ հանգիստ շրջել, նայել, տեսնել ուսումնական պարապմունքներին, սովորողները ինչով են զբաղված, ուսուցիչը ինչպես է մատուցում առարկան։ Կարծում եմ դա ամենանպաստավոր պայմաններն են, որ երբևէ կարող են ստեղծված լինել դպրոցի համար։ Ինքս մանկավարժ լինելով շատ կարևորում եմ այդ բաց թափանցիկ միջավայրը եւ կրթահամալիրն ընտրած ծնողներն էլ դա տեսնելով դրա առավելությունը միանգամից գնահատում են։ Շատ լավ, իսկ առաջին դասաներում ինչ առանձնահատուկ առարկաներ կան կամ ուսումնական մեթոդներ կան, որ մենք որպես հեղինակային մանկավարժություն իրացնողներ կիրառում ենք եւ կարող ենք այդ մասին նաեւ ներկայացնել։ Իմացումի հրճվանք կրթական ծրագիրը, որը ներառում է 1-ից 3-րդ դասարանները, իր մեջ ներառում է հետևյալ առարկաները ըստ ուսումնական պլանի։ Մենք անցնում ենք մայրենի, մաթեմատիկա, շախմատ, տեխնոլոգիա, շրջակա միջավայրի դասաժամ ունենք, երաժշտություն, ֆիզկուլտուրան դրանք ոչ միայն մարմնամարզություն է, այլ նաև շաբաթական մեկ անգամ փակ լողավազանում լողի պարապմունքներ են, քայլարշավեր, հեծանվավարություն, ինքնագլոր կարող են վարել եւ նաև ունենք ընտրությամբ, իսկ նաև նշեմ օտար լեզուները ծնողներին նաև հաճախ դա է հետաքրքրում։ Օտար լեզուները առաջին դասարանից անցնում ենք անգլերեն եւ ռուսերեն, դրանք ամենօրյա պարապմունքներ են եւ նաև մեր յուրահատկությունը ընտրությամբ գործունեության առարկաներն են։ Այսինքն մենք սովորողին հնարավորություն ենք տալիս ոչ միայն հանրակրթական հիմնական առարկաները, այլ նաև դրանից դուրս ինքը իր հետաքրքրությունների, կարողությունների շրջանակում կարող է ընտրել եւս մի առարկա։ 1-ից 3-րդ դասարանում ընտրությամբ գործունեության առարկաներն են բանավոր մաթեմատիկա, կերպարվեստ, երաժշտական գործունեություն եւ մարմնամարզություն։ Շաբաթական, բացի էլի դասացուցակային ժամ է, բայց կարող է մյուս առարկաներից զատ նաև շաբաթական 2 անգամ հաճախել ընտրությամբ գործունեության իր ընտրած արդեն ուսումնական պարապմունքին։ Առաջին շրջանում, եթե ընտրել է որևէ առարկա ցանկանում է փոխել, երրորդ շրջանում կարող է ընտրել արդեն այլ կամ շարունակել։ Շատ լավ, այստեղ նաև շեշտենք, որ երեխան սովորում է ընտրել, չէ, բացի այն, որ իր նախասիրություններով է սկսում զբաղվել, նաև սովորում է ընտրել, ինչը կարևոր հմտություն է մեր դարաշրջանի համար։ Եվ հաճախ Էլիա ջան ավելացնեմ, որ ծնողը փորձում է ինքը ընտրել երեխայի համար, բայց հաջորդ օրը սովորողը կարող է գալ, ասել ոչ, սա իմ ընտրությունը չէ, ես որոշել եմ, որ պետք է գնամ կերպարվեստի, ոչ թե մաթեմատիկայի, կարևոր է, որ նաև հարգենք սովորողի ընտրությունը։ Այո, շնորհակալ եմ։ Եվ մի փոքր խոսենք նաև դասվարների մասին։ Դասվարները ծրագիր հրապարակում են, ինչպես կարելի է ծանոթանալ, ովքեր են այս տարվա մեր առաջին դասարանի դասվարները։ Ինչպես նշեցի, կրթահամալիրի կայքի հենց սկզբում ընդունելության բաժնում հրապարակված է դասվարների անունները, նրանց կողմից արդեն իրենց փոքր ինքնակենսագրություն տեղեկանքները, որտեղ կարող եք ծանոթանալ նրանց կրթության, գործունեության հետ, ինչպես նաև բլոգը լավ հարթակ է ուսումնասիրելու տվյալ աշխատողի տարեկան եւ առհասարակ իր աշխատանքային գործունեությունը։ Եթե ծանոթ չեք եւ ցանկանում եք ընտրել որևէ դասվարի, սա շատ լավ հարթակ է, որ դուք մտնեք տանից, ընտանիքով ուսումնասիրեք եւ կարողանաք ընտրություն կատարել։ Իսկ եթե չկարողանաք արդեն կողմնորոշվել, մյուս կարևոր հարթակը մուտքի ճամբարը կլինի, որ արդեն դեմ առ դեմ տվյալ գործունեության շրջանակներում տեսնեք դասվարներին, նոր ընտրությունը կատարեք։ Այստեղ մեզ խնդրում են պահպանել ձայնագրությունը, մենք իհարկե ձայնագրությունը արդեն որակյալ տեսաձայնագրությամբ կհրապարակենք։ Այստեղ զուգահեռ աշխատող մի քանի տեսախցիկ ունենք, շնորհակալություն, որ այդպիսի ցանկություն ունեք, իհարկե հետաքրքրությունը մեր հեղինակային մանկավարժությամբ մեզ միշտ ոգևորում է։ Սա այսպես եւ ունենք ավելացնելու բան, կարող ենք մի փոքր ավելացնեմ մի փոքր
Ինչպես է կազմակերպվում ուսումնական գործընթացը, պարտադիր յուրաքանչյուր դասվար, առարգայական դասավանդող շաբաթվա կտրվածքով եւ նաեւ ամսվա տարեկան օրացույցի տեսքով իր բլոգում հրապարակում է եւ շաբաթվա գործունեությունը եւ տարեկան իր գործունեությունը օրացույցը, որը կրթահամալիրի օրացույցի բաղկացուցիչ մասն է համարվում։ Ինչպես նաեւ ուսումնական պարապմունքի ավարտից հետո դասվարը մենք ունենք նաեւ էլեկտրոնային համակարգ, Outlook-ի համակարգը, որտեղ որ յուրաքանչյուր սովորող ունի իր անհատական էլեկտրոնային փոստը եւ ներառված է դասարանական խմբի մեջ։ Դասվարը ուսումնական պարապմունքների ավարտին արդեն դասարանական խմբին ներկայացնում է տվյալ օրվա գործունեությունը, նաեւ եթե ունի լրացուցիչ տեղեկատվություն, որ ցանկանում է փոխանցել ծնողներին, էլեկտրոնային փոստը խումբը լավ հարթակ է կապ հաստատելու եւ անհրաժեշտ տեղեկատվությունը ծնողին միանգամից հասցնելու համար։ Իսկ եթե կան անհատական հարցեր, արդեն անհատական նամակի տեսքով ծնողը կստանա իր էլեկտրոնային հասցեին։ Այսինքն մեծ մոտ բոլոր սովորողները ունեն բլոգ, չէ, կիրառում են էլեկտրոնային փոստ առաջին դասարանից, էլեկտրոնային փոստի միջոցով եւ ամբողջությամբ իրենց բլոգում արտացոլվում է այն ամենը, ինչ որ իրենք սովորում են կրթահամալիրում, անցնում են, հա։ 1-ից 3-րդ դասարաններում ավելի դասվարի բլոգում է ամբողջ տեղեկատվությունը հրապարակված լինում, 3-րդ դասարանից սկսած սովորողները ունենում են, իսկ առաջին 2-րդ դասարաններում արդեն իրենց ցանկությամբ կարող են ունենալ իրենց անհատական բլոգները։ Իսկ էլեկտրոնային փոստ արդեն ընդունելուց, պայմանագիրը կնքելուց ծնողի հետ, սովորողի համար բացվում է անհատական էլեկտրոնային փոստ։ Հաճախ նաև հարցնում են, թե ծնողը ինչպիսի մասնակցություն կարող է ունենալ երեխայի ուսումնական գործընթացում։ Խնդրում եմ ասեք, մենք արդյոք ունենք նման ծրագրեր, որ ծնողը եւս կարող է մասնակցել։ Հաճախ երբ գալիս են առաջին դասարան եւ ներկայացնում ենք ճամփորդություններ, ստուգատեսներ, նախագծեր, ծնողները մտածում են, որ իրենց աշխատանքային ժամանակը ուղղակի թույլ չի տա բոլորին մասնակցել։ Նշեմ, որ դրանք բոլորը բաց ազատ են եւ իրենք կարող են ընտրել նախապես որոշել ցանկություն ունեն ճամփորդություններին, արշավներին մասնակցելու, իսկ ստուգատեսներին, նախագծերին եւ նաեւ ծնողական հանդիպումներին, սեմինարներին մասնակցելու համար ծրագրերը, նախագծերը նախապես ուղարկվում է ծնողներին եւ իրենք կարող են նաեւ լինել ուսումնական գործընթացի կազմակերպիչ, իրենք հանդես գան նախաձեռնությամբ ոչ միայն իրենց դասարանի համար, այլ նաեւ կրթահամալիրի 1-ից 12-րդ դասարանի յուրաքանչյուր օղակի սովորողների համար, որտեղ որ իրենք հարմար կգտնեն ներկայանալ։ Կրթահամալիրում ծնողի մասնակցությունը ուսումնական պարապմունքներին շատ կարեւոր է, նրա դերը, նրա մասնակցությունը, բայց այնքանով, ինչքանով որ ծնողի զբաղվածությունը թույլ կտա։ Մենք նաև ունենք հարթակում ծնողն է նախագիծ, չէ՞։ Այո, նշեցի, որ ծնողը կարող է ներկայանալ նաև ինքը որպես ուսումնական գործընթացի կազմակերպիչ, հարթակում ծնողն է նախագծի շրջանակներում եւ արդեն իր մասնագիտությունից, իր հմտություններից ելնելով ինքը կարող է որևէ հմտություն փոխանցել սովորողներին, ինչպես նաև դասավանդողներին, կրթահամալիրի կոնկրետ մասնագետներին։ Դա էլ իր կողմից նաև որպես աջակցություն է կրթահամալիրին ներսից ավելի լավ ծանոթանալու հնարավորություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես հնչեցրեցի բոլոր այն հարցերը, որոնք հաճախ տրվում են հենց սոցմեդիայի միջոցով, նաև զանգերի միջոցով։ Եթե կլինեն հարցեր, որոնց պատասխանները մենք այսօր չտվեցինք, կարող եք գրել մեկնաբանություններում եւ մենք դրանց եւս անպայման կանդրադառնանք։ Հաջորդիվ մենք խոսենք նաեւ այլ մանրամասների մասին, բայց այսօր այսքանն էր առաջին դասարանների ընդունելության մասին։ Համեցեք։ Շնորհակալություն։ Միջավայր, այո, եւ ծանոթացեք։ Հարց։ Այո, լողավազանի մասին են հարց տալիս։ Փակ լողավազանի։ Կրթահամալիրում գործում է փակ լողավազանը, որին ուսումնական որպես պարապմունք ֆիզկուլտուրայի բաղկացուցիչ մասնակցում են 5 տարեկանները եւ առաջին դասարանի սովորողները։ Իսկ մյուս օղակների սովորողները որպես լրացուցիչ կրթություն արդեն կարող են մասնակցել լողի ուսումնական պարապմունքներին։ Շատ լավ։ Իսկ եթե տեղափոխում են ուզում կազմակերպել կրթության դպրոցում ինչ կարգ է գործում, իհարկե սա առաջին դասարանի ընդունելության մասին չի հարցը, բայց քանի որ մեկը առաջին դասարան է գալու, մյուսը 4-րդ։
Պետք է նորից էլի նախապես գրանցվել, եթե ունենում ենք ազատ տեղեր, տեսնում ենք, որ կրթահամալիրի օղակում ունենք տեղեր եւ ընդունելությունը շուրջ տարի է, ինչպես նշեցի, կարող եք մոտենալ, նորից պետք է մասնակցեք մուտքի ճամբարի, դա պարտադիր պայման է կրթահամալիրում ընդունվելու համար։ Նոր արդեն դրանից հետո մենք մուտքի ճամբարի մասին ունենալու ենք ուղիղ եթեր, ավելի մանրամասն մուտքի ճամբարի մասին իհարկե կխոսենք, բայց կարևոր է նշել, որ մուտքի ճամբարը հնարավորություն է հասկանալու ինչքանով է մեր դպրոցը համապատասխան ձեզ, որտեղ մենք չենք ընտրում, չէ, մեր երեխաներին, ովքեր սովորում են մեր դպրոցում, այլ երեխաներն են ընտրում մեզ եւ հնարավորություն ենք տալիս ներսից ավելի լավ ճանաչելու, նոր ընտրելու։ Կարծում եմ մեզ ուշ են միացել, չեն լսել, հարցում են երբ կարող ենք մոտենալ, մենք ընդունելությունը սկսված է, հարգելի ծնողներ, կարող եք մոտենալ, գրանցվել։ Այո, երբը հստակ օր եւ ժամ չունի, չէ, այսինքն ամեն օր ցանկացած աշխատանքային օր ժամը 9:00-ից դպրոցները բաց են, կարող եք եւ մոտենալ եւ արդեն ինչպես նշեցի, կրթահամալիրի կայքով մտնել, համապատասխան հղումով արդեն գրանցվել, ձեզ հետ կապ կհաստատենք, որ եւ ժամ կպայմանավորվեն, կմոտենաք, իսկ մուտքի ճամբարները գործելու են մարտի 23-ից։ Վճարի մասին կմանրամասնենք, այս մասին էլ ենք խոսել, մենք ինչպես նշեցի, տեսանյութը կտեղադրենք, բոլոր այդ հարցերի պատասխանները կստանաք, իսկ ուղղակի դպրոց մոտենալ եւ ծանոթանալու համար, ինչպես Շամիրամը նշեց, հստակ օր եւ ժամ չկա, մենք բաց ենք երկշաբթիից ուրբաթ 09:00-ից 17:00 կարող եք գալ, մոտենալ, ծանոթանալ, ձեզ հուզող հարցերը նաև տեղում տալ, տեսնել մեր միջավայրը, իսկ կա հստակ օր վճարի հետ կապված, որ մինչև այդ օրը պետք է վճարված լինի, այդ մասին են հարցնում։ Դա պայմանագրային կետ է։ Պայմանագրում ըստ պայմանագրի նշված է տվյալ ամսվա վճարը մինչև տվյալ ամսվա ենթադրենք մինչև 10-ը կարող է նշված լինել եւ կարող է լինել նաեւ ծնողի հետ անհատական պայմանագիր, այնտեղ կարող է պայմանագրի վճարման օրը փոփոխության ենթարկվի կախված արդեն ծնողի նախապատվությունից։ Այո։ Այս բան դեռ այլ հարց չունենք, եթե այլ հարցեր հետո առաջանան, ասում կարող եք գրել մեկնաբանություններ, մենք դրանց եւս կանդրադառնանք։ Շնորհակալություն, որ մեզ դիտում եք եւ հետաքրքրված եք մեզանով։ Այսքանը։ Շնորհակալություն Շամիրամ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն ձեզ։ Ստեսություն։